Ահա և Սողոմոնը, վեհափառ հայրապետ։ Բարև փոքրիկ, ինչպե՞ս ես։ Ներեցեք վեհափառ հայրապետ, բայց Սողոմոնը հայերեն չի խոսում։ Իսկ եթե հայերեն չի խոսում, ապա ինչ կարող է անել։ Նա կարող է երգել։ Նա հրեշտակային ձայն ունի, վեհափառ։ Իրոք երգում է։ Ապա երգիր, փոքրիկ, դե քեզ տեսնեմ։ Վերների դրա լույս է իջնում, Կամին հին խոսքեր բերում, Մայրիկի ձայն եմ հիշում, Երբ մենակ եմ մնում, Մայրիկի ձայն եմ հիշում, Երբ մենակ եմ մնում։ Սողոմոնը ոչ միայն լավ էր երգում, այլ նաև ցուցաբերում էր կարգապահություն և մտավոր կենտրոնացում։ Եվ ուսուցիչները նկատեցին, որ նա կարող է վերլուծել երաժշտությունը, հասկանալ կառուցվածքը և անսխալ հիշել մեղեդին։ Տարիներ անցան, և Սողոմոնը դարձավ պայծառ ու խելացի երիտասարդ։ Շուտով նա քահանա ձեռնադրվեց և ստացավ Կոմիտաս անունը։ Շուտով Կոմիտասը հասկացավ, որ հայկական եկեղեցական երգեցողությունը շեղվել էր իր հիմքերից և սկսեց ուղղել ու բարեփոխել այն։ Նա վերականգնեց հայոց Սուրբ Պատարագի կառուցվածքը, առանձնացնելով մեղեդիական շերտերը հետագա ավելացումներից և պահպանելով հոգևոր ամբողջականությունը։ Բայց Կոմիտասը դրանով չսահմանափակվեց։ Նա նկատեց, որ հայկական ժողովրդական երաժշտությունը ժամանակի ընթացքում նույնպես աղավաղվում էր և աստիճանաբար մոռացվում էր։ Կոմիտասը սկսեց շրջել ամբողջ Հայաստանով, փնտրելով և հավաքելով հայկական երգերն ու մեղեդիները։ Հյուսը բացվեց, բարին բացվեց, Եզոյան հորովել, Եզոյան քաշիր, քաշիր ուսիտ մատաղ, Կոմիտասը լսեց հայ մշակին, հողագործին, գյուղացուն և վաճառականին, գրի առավ նրանց երգերն ու մեղեդիները, և էջմիածին վերադառնալուց հետո նա սկսեց համակարգել, մաքրել և կարգի բերել հավաքված երգերն ու մեղեդիները։ Տարիներ անցան, Կոմիտասը ուսանեց Բեռլինի համալսարանում և իր ուսումն ավարտեց գերազանց։ Վերադառնալով հայրենիք, նա իր գիտելիքն ու փորձը ամբողջությամբ ուղղեց հայկական երաժշտության պահպանմանն ու զարգացմանը։ Նա ստեղծեց եկեղեցական երգչախումբ, որտեղ բոլորը երգում էին միաձայն և ճիշտ։ Նրա երգչախումբը համերգներ տվեց և ներկայացրեց հայկական երաժշտությունը Եվրոպայում։ Հրաշալի է։
Սքանչելի է։ Հավատս չի գալիս, որ առանց երաժշտական գործիքների են երգում։ Երբեք չէի պատկերացնի, որ հայկական երաժշտությունն այսքան հարուստ ու արտահայտիչ է։ Կոմիտասը մեծ նվիրումով հավաքեց, պահպանեց եւ աշխարհին ներկայացրեց հայկական երաժշտությունը։ Այսօր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում հայ երիտասարդները շարունակում են սովորել եւ կատարելագործել հայկական երաժշտությունը։